Գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքը, հայտարարել է մարզի նահանգապետ Օլեգ Կիպերը։ Նրա խոսքով քաղաքում վիրավորվել է 2 մարդ։ Հարձակման հետևանքով վնասվել են նաև 2 բարձրահարկ բնակելի շենքեր։ Բնակարաններ են ավիրվել, բռնկվել են հրդեհներ։ Նավահանգստին հասցված վնասների մասշտաբների վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հրապարակվել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին եւ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին հեռախոսազրույց են ունեցել քննարկելով տարածաշրջանային վերջին զարգացումները։ Կողմերը դատապարտել են Իսրայելի գործողությունները Լիբանանի եւ այլ երկրների դեմ, ընդգծելով հարավային Լիբանանում հարձակումները դադարեցնելու համար միջազգային միջամտության անհրաժեշտությունը։ Արաքչին ներկայացրել է նաեւ Պակիստանի միջնորդությամբ Իսլամաբադում ընթացող բանակցությունների մանրամասները եւ նշել, որ Լիբանանի դեմ ռազմական գործողությունների դադարեցումը Իրանի համար առաջնահերթ է եւ դիտարկվում է որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հնարավոր հրադադարի կարևոր բաղադրիչ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ աշխարհը ականատես է Իրանի հանդուրժողականությանը եւ խաղաղասիրությանը։ Նա նշել է, որ ծովային շրջափակման անվան տակ իրականացվող գործողությունները փաստացի ռազմական գործողությունների շարունակություն են։ Փեզեշքյանը նման քայլը անվանել է անընդունելի։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկիրը կարող է կրկին դիմել ռազմական գործողությունների Իրանի դեմ, որպեսզի Թեհրանն ապագայում կրկին սպառնալիք չդառնա։ Նրա գրասենյակի հաղորդմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ վարչապետ Բենյամին Նեթանյահուն համակարգում են ջանքերը հասնելու ռազմական արշավի նպատակին։ Կացը նշել է, որ Իսրայելն աջակցում է այն գործընթացին, սակայն չի բացառում, որ շուտով ստիպված կլինի կրկին գործել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է դուրս բերել ամերիկյան զորքերը Իտալիայից եւ Իսպանիայից։ Նրա խոսքով նման քայլը հնարավոր է, քանի որ ըստ իրեն այդ երկրները բավարար աջակցություն չեն ցուցաբերել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Թրամփը նշել է, որ Իտալիան ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան սարսափելի է պահել իրեն։ Հիշեցնենք, որ երկու երկրներն ավելի վաղ հրաժարվել էին թույլատրել Ամերիկայի Միացյալ Նահանգներին օգտագործել իրենց ռազմաբազաները Իրանի դեմ հարվածների համար։